Օգոստոսի 16-ին գիշերը ժամը 12:30 հրդեհ է բռնկվել Օրջալար գյուղի բնակիչ Արտուշ Քեյանեն ստան այդ մասին տեղեկանալուց անմիջապես հետո մեր նկարահանող խումբը մեկնեց Օրջալար գյուղ, որպեսզի փորձեինք տեղում պարզել, թե որն է եղել հրդեհի հիմնական պատճառը։ Ինչպես տեղեկացրեցին հարևաններն ու բարեկամները, հրդեհը բռնկվել է էլեկտրահոսանքի լարերի ոչ նորմալ լինելու հետևանքով։ Վերգթելնիկ Սարսյոն ջան, քանի ամեն օրվա պես։ Մեմակայ օրդունը գարա կա ծուխ կաքսես կկատարվի։ Թերնիկ էլի ճավագոր ելեք տունը բաժարի այնգի։ Չեմ ուզում որ պատկերացնեմ արդեն։ Ահա որ վիճակ։ Բայց քանի օր հաշկով փրկվել են էլի փարք տանք ասոր իրենց բան չի եղել։ Մեկ բաները մարդն է ստեղծողը, առողջություն էլի սաղադեղի կուկա։ Հարցազրույց ունենալով Քեյանների հետ պարզ դարձավ, որ հրդեհը նկատել են, երբ տանը 3-ամյա երեխան արթնացել է եղած ծուխից։ Այդ ժամանակ էլ անմիջապես օգնության են կանչել հարևաններին ու բարեկամներին։ Օգնության է հասել նաև շտաբ օգնությունը եւ հրշեջ փրկարար ծառայությունը։ Չնայած նրանց միջոցով ժամը 1:30 մարվել է հրդեհը, սակայն եղած կրակը բավականին մեծ վնաս էր հասցրել տանը։ Այրելով հյուրասենյակի ամբողջ կահույքը, հեռուստացույցը, համակարգիչը, առաստաղ, ինչպես նաև բազմոցն ու բազկաթոռները։ Հրդեհից առաջացած ջերմության հետևանքով էլ շարքից դուրս են եկել ամբողջ տան պատուհանները եւ պատերը։ Տեղի ունեցել ժամը 12-ին, վարվել է տան սաղ ունեցվածքը, տունը, երեխաներին օգնության համար շատ դժվարությունով ենք երեխաները դուրս բերել, երեխից մեկը հիվանդանոցում բարգած է։ Շատ չիտեմ ինչ եմ մամոջին գնոս։ Ինչպես եղավ որ զգացի որ երեխաս հազացել էր, հազի վաղտ ես ելա տեղես, տեսա որ հրդեհ բռնկվել էր, բայց քիչ էր, տորի ես հարևաններուն իմաստավի եկա որ սաղ ամբողջ տունս վարել է։ Իսկ շտաբ օգնություն, հրշեջ ծառայություն օգնության հասել են։ Այո, երկուսնա հասել են։ Միլիցիաներն հրշեջ բաժարնին, ես չգիտեմ, սկորին, սաղնա հասել են։ Թեև հրդեհի հետևանքով կրած բազմաթիվ վնասներին, այնուամենայնիվ տանտերերը կարևորում են այն հանգամանքը, որ մարդկային լուրջ վնասներ չեն եղել։ Չնայած ընտանիքի անդամներից երկուսը ստացել են այրվածք եւ շմոլկ այսպես կոչված ուգար, ովքեր անմիջապես տեղափոխվել են շրջանային հիվանդանոց եւ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն վերադարձել տուն։ Հիմացել եմ իրկունը մոտավորապես ժամը 12:30 սահմանում այդքան կերլի շոփարից հարսը զանգեց, սա որ շոփարենց տունը վարիգ է, հասիկ, ասիկոր փերկենք, ահա, եկա ինչ տեսնիմ, ահա որ վիճակ, տունը ծախի մեջ կորած, փարք ասու չնայած կարևորն է որ իրենց բան չի եղել, տան անդամները ողջ առողջ են, քիչ են փոքրիկիս վիճակը ուգարի ենք մեր լեզվով ասած, դիկա բաժիշներ ախր մի օգնությունում ցույց կուտան ներկայիս։ Ահա, իսկ ինչ կվերաբերվի տանը, տունը արդեն նկարահանել եք, կես մասից շատ վարվել է։ Իսկ հիմնական պատճառը ո՞րն է։ Հիմնական պատճառը հոսանքն է եղել, էլեկտրական հոսանքի պատճառով է եղել։ Նաշնիկը վարել են, նաշնիկից ծուխը սկսվել է, բռնկվել է, ահա, բազկաթոռը դե ահա որ վիճակ, վերջացել է ու հրդեհը ընկել է ընդհանուր տունը։ Տելևիզոր, կոմպյուտեր, հետոնք չեն դիմացել ջերմությանը, տարակել են։ Իսկ ովքեր են առաջի օգնությունը։ Հոփարիս թորները, Աստված իրենց հետ տղակս, Վարդեղիկս ու Միշոս, առաջի օգնությունը, իրենց հետ եղել է Ալեքսանս, Աղվանչիկս, Վալոդիկս, անմիջական առաջի հրդեհին օգնությունը իրենք են ցույց տվել։ Մինչև բաժարնին եկել է, արդեն իրենք կրակը համարյա թե մարել էին, համարյա չէ մարել են, շալանքները միացուցել են համ իրենց ստեռնեն, համ հոփարենցը ստեռնեն, արդեն հրդեհը մարել են։ Խնդրած գալենանք, եթե հնարավորինս կարելի է թող օգնեն։ Օրջալար գյուղի Գամգեոբայի ներկայացուցիչ Ռազմիկ Փափազյանը տեղյակ լինելով Քեյանների տանը կատարվածին խոստացավ աջակցել ընտանիքին եւ ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնել մունիցիպալիտետի ղեկավարությանը։ Գիշերը ժամը 12:30 Քեյան Արտուշի տանը հրդեհ է բռնվել։ Պատճառը հոսանքից է եղել։ Հետո հարևաններն են եկել օգնել, իր հորոխորը թորները, Միշելիգը, Վարդեղիկը իրենց հարևանները 4-5 հոգով օգնել են իրանցից
մեծ շնորհակալություն կհայտնենք դիշնի մենք, որ եկել օգնել են։ Նույնավոր վիճակ է, գույքերը վառվել է, պատալոկը վառվել է, մեր սենակները վառվել է, երեք սենակ փչացվել է։ Այ հնարավոր է նրանք դիմանում ներկայացնեն Դիմում անպայման դիմում արդեն գայել են գտանիք ներկայացնենք վերադասին կանգեբելուն հետագայում նայենք օգնությունին ձևովին չափսով։ Թեթևան զգուշությունն ու անուշադրությունը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների։ Նման դեպք առաջին անգամ չէ, որ գրանցվում է մեր շրջանում, ուստի հարկավոր է լինել ավելի զգոն, հատկապես էլեկտրականության նկատմամբ, քանի որ հրդեհների մեծամասնությունը լինում է էլեկտրահոսանքի պատճառով։